Բարև, սիրելիներ, այսօր պիտի տեսնենք թվոց 11 և 12 գլուխները։ 11-րդ գլխում մեջ Իսրայելի որդիները գճվեին իրենց անաբադի երթով։ Սակայն Աստված թշկոհ էր անոնց հարադև դրդնչալեն և քանքադեն։ Այդ դրդունչքը սկսողը այդ խարն բազմություններ, որոնք վստահ չէին, թե ովքեր էին։ Այսօր մեր եկեղեցիները լեցուն են նման մարդոցմով։ Գրնալալ անոնք կիրակի օրը գերտան եկեղեցի, գսիրեն լավ քարոզ լսել, գուզեն բարոյաբես լավ ըլլալ, բայց շաբթվա ընթացքին գուզեն վազել աշխարհին հետևեն։ Անոնք Եգիպտոսի հետ են շաբթվա 6 օրերը և շաբաթը 1 օր եկեղեցվո հետ։ Անոնք այնքան ալ վստահ չեն, թե ուր կպատկանին և վստահ չեն իրենց բրգութենեն։ 6-րդ համարի մեջ կսվի, որ անոնք մանանա ունեին ուտելու, բայց չսիրեցին զայն։ Բահմը առաջ անցնելով երկրորդ օրինաց կրկին, Աստված անոնց ըսավ. երբ դուք անաբադին մեջ էիք, ձեր ոտքերը չուրեցան։ Այդ կնշանակե, որ անոնք չունեցան անդամակոսության հիվանդությունը, որ անձը կհիվանդանա, երբ միայն մեկ տեսակի ճաշ ուտե։ Այստեղ տարբերությունը այն է, որ մանանան ուներ առողջության համար անհրաժեշտ բոլոր վիտամինները։ Այդ աստվածային գերագուր էր։ Այսպիսով, անոնք պաշտպանված էին անդամակոսության հիվանդութենեն։ Մանանան Քրիստոսի հստակ խորհրդանիշն է և Աստծո խոսքին, որ կբացահայտե Քրիստոսը։ Պարզապես որպես գիտնանք, թե Աստված որքան լավ կհոգար իր ժողովուրդը անաբադի մեջ։ Մանանան ցանցրանալի գերագուր չէր, որով այդ կարելի էր պատրաստել շատ ցևերով։ Այդ կարելի էր եփել, դաբկել, աղել, հաց և գարգանթակ պատրաստել և այլն։ Հիմա թվոց 11, 10-14 համարներում մեջ կտեսնենք ինչպես Մովսես իր սիրտը կփանա Աստծո, որ իրեն համար փերը չափազանց ծանր էր գրելու։ Սակայն հիշեցեք, որ Աստված երբեք չխնդրեց անգե վերցնել այդ փերը։ Աստված գրեց այդ պատասխանատվությունը ժողովրդին և նաև Մովսեսի համար, բայց Մովսես լիովին չէր վստահեր Աստծո։ Այսպիսով, եթե կզգաս, որ ծանրաբեռնված ես չափազանց բաներ ընելով, թերևս այդպես է, թերևս տուն ավելին գնես, քան որ Աստված գուզե, որովհետև Աստված երբեք չխնդրեր քեզ մե ավելին ընել, քան որ ան քեզ պատրաստած է ընելու։ Այստեղ Աստված համբերությամբ և ողորմությամբ գօգնե Մովսեսին, պատվիրելով անոր հավաքել Իսրայելի երեցներեն 70 մարդ։ Նկատի ունեցեք նաև, որ այս 70 անդամներեն փաղկացած խորհուրդը շարունակվեցավ Իսրայելի պատմության ժողովին ընթացքին որպես Սինեդրիոն Հիսուսի օրով, և անոնք էին, որոնք որոշեցին սպանել Հիսուսը։ Հիմա 18-րդ համարի մեջ Աստված գուտա այն միսը, որ մարդիկ կքանքադեին չունենալուն համար։ Անդրադառնալով անոր Սաղմոս 106:15 գսե. «Եվ անոնց դվավ անոնց ուզածը, թեպետև վադուժություն, նիհարություն ղրգեց անոնց անձերուն վրա»։ Այստեղ հիանալի նամակ մը կա։ Աստված լսեց անոնց փողոքները և պատասխանեց, և թերևս անոնցմե ոմանք վազեցին 4 կողմ ոգևորված, որ ստանան այն բանը, որ խնդրեցին։ Բայց ուշադրություն ըրեք, ինչ եղավ ետքը։ Տերը նիհարություն, դգարություն ղրգեց անոնց անձերուն։ Մտածեցեք այն բոլոր խնդրանքներու մասին, որոնք ես և թուն գնենք Աստծո։ Շատ անգամներ ան չի դար, բայց շատ անգամներ Աստված կկատարե մեր խնդրանքները և երբեմն, երբ գնե, ան նաև նիհարություն, վադուժություն կղրգե մեր անձերուն։ Կտեսնենք, մենք միշտ չէ որ կստանանք այն ինչ որ կուզենք, բայց Աստված միշտ կուտա մեզի այն ինչ որ մեզի անհրաժեշտ է դասեր սորվելու համար։ Եվ այստեղ 18-34 համարներու մեջ իսրայելցիները ստացան այն ինչ որ ուզեցին։ Առավել անոնք ստացան ժանդախտ, որը սպարեց շատերուն։ Թվոց 12-րդ գլխում մեջ Մարիամն ու Ահարոնը հետզհետե ավելի կնախանցին Մովսեսի Աստծո հետ ունեցած իր փոխ հարաբերության համար։ Այս ընտանեկան վեճ մնե և Աստված անձամբ կլուծե այդ։ Աստված գսե. «Ես պիտի ընտրեմ մարգարեները, բայց Մովսես կդարբերի բոլորեն»։ Անսել գուզե այստեղ բառացիորեն. «Իմ ամբողջ դուն ես Մովսես միակն է,
որում կվստահիմ։ Ես կխոսիմ անոր հետ երես առ երես, հստակ եւ ոչ հանելուկներով։ Հիշեցեք, որ Աստված երազով հայտնվեցավ Աբրահամին եւ Աստված երազի միջոցով հայտնվեցավ Հովսեփին, բայց Աստված Մովսեսին հետ երես առ երես վարվեցավ։ Եվ Մովսեսի հեզության պատճառով Աստված անոր փառավոր դիրքի բարձրացուց։ Սիրելիս, ինչ է քու գեցվածքդ Աստծմե։